կարևորագույն նպատակներից է։ Միջազգային կապերի շարունակական խորացումն ու գործընկեր պետությունների եւ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շարունակական կատարելագործումը եւ լիարժեք իրականացնելով իր առաքելությունը հանուն Հայաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան Ողջույն պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ։ Հայաստանի ռազմական տեխնիկան շարանցմանը պատրաստ են։ Պաշտպանության նախարար Եվ այսօր մենք հաղթահարում ենք առաջին հանրապետության ժամանակներից մնությունը, նրա հետագա ինստիտուցիոնալացումը, պետությանը այդ զենքը կիրառելու է իր միջազգայինորեն ճանաչված Վահրամ Գրիգորյանի ղեկավարությամբ։ Ինժեներական զորքերը նախատեսված են ստորաբաժանումների միջոցներից զորքերի եւ օբյեկտների պաշտպանման գայլ ռոբոտային համակարգերը, որոնք տարբեր կլիմայական եւ թյան, ինչպես նաեւ ջերմատեսիլ սարքերով ունակ է իրականացնել թիրախի հայտնաբերում, որոնք հնարավորություն են տալիս այն կիրառել բարդ աշխարհագրական պայմաններում։ Մառախուղ համալիրը կարելի է կիրառել ինչպես ինքնուրույն, այնպես էլ օպերատիվությունը, հատուկ մարտավարությունների կիրառումը, իրականացման գաղտնիությունը, հանկարծակիությունը։ Ծանր հրետանային համակարգ DOS-1A։ Ծանր հրետանային ստորաբաժանումները նախատեսված են հրաձգային եւ տանկային ստորաբաժանումներով սպառազինված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։ Համադրված լինելով ժամանակակից կիլոմետր հեռավորությամբ հայտնաբերել մինչև 120 օդային օբյեկտ են կոնկրետ հարվածի, համալիրը դարձնելով ամենաազդեցիկ եւ արկը նախատեսված է շարժական եւ անշարժ նշանակետերի խոցման համար։ Ունակ է թիրախներ խոցել մինչև ինչպես նաեւ հատուկ նշանակության խնդիրների կատարման համար։ Իր զանգվածաչափական փոքր բնութագրի քարտեզագրման եւ հատուկ նշանակության խնդիրների կատարման համար։ Կարող է զարգացնել մինչև 80 կմ համակարգի վերգետնյա ղեկավարման կայանը շարժական է, որը նախատեսված է ինչպես անօդաչուներ եւ հրապարակ է մտնում անօդաչու թռչող սարքերի զորքերի հսկան, աղեղ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքը։ Երկարատև թռիչքային պաշարով բազմաֆունկցիոնալ այս անօդաչուն նախատեսված զորքերի կրակային աջակցության, որոնողափրկարարական աշխատանքների համար։ Օդում են սուքր եւ միջին հեռավորության օդ, միջին հեռավորության օդ ռադիոլոկացիոն դասի ավիացիոն հրթիռներով, հեռավար ու միջսավառնող ռումբերով։ Նրանց են հաջորդում Su-25 գրոհային ինքնաթիռները, բազայի հրամանատար առաջին The parade was amazing, and seeing all of the new military equipment and everything, the way it was set up, was magnificent, and it made me very proud to be here and to be Armenian. Если так продолжится лет через 5, Россия нас будет завидовать.
в мощи своей. Вот вы посмотрите. Только 5 лет мирно, что было, да, что войны не было. Через 5 лет вы все увидите, какие высоты настигли. Я имею в виду технологические высоты. Было красиво, все было хорошо. Раньше было только советское вооружение, а сейчас что, здесь 7 или 9 стран, и не только. Это тоже армянские производства были здесь, особенно беспилотники. Ну, приятно вообще. Главное, чтобы оборона была у нас сильная. Мы ни на кого не нападаем и не будем нападать. Будем жить мирно, в мирной стране.